Իրականում ինձ համար անսպասելի չէր հոգևորականության, ըմբոստության տեսանելիությունը, որովհետև այդ ըմբոստությունը եղել է, այդ ըմբոստությունը կար ու կա։ Այլ հարց, որ եպիսկոպոսաց դասը եւ բարձրագույն հոգևոր դասը մեկուսացված է եղել, իզոլացված է եղել Կտրիչ Ներսիսյանի եւ նրա թայֆայի կողմից։ Եվ այս մարդիկ այլ հարց, որ ժամանակին հնարավորություն չեն ունեցել խոսելու։ Հիմա եկել է ժամանակը խոսելու, հիմա եկել է եկեղեցին ներսից ինքնամաքրելու, այդ ինքնամաքրման ճանապարհին ես վստահ եմ, որ վարչապետի կողքին հայտնված բարձր դասի հոգևորականներից որոշները եւս կհետևեն Կտրիչ Ներսիսյանին եւ իրենք էլ եկեղեցին ինքնամաքրելու ճանապարհին ուղղակի կազատեն իրենց ներկայությունից հայ առաքելական եկեղեցում իրենց ներկայությունից, որտեղ կներեք, այնտեղ կար Նավասարդ Կճոյան, այնտեղ կար այլ հոգևորական, ով ըստ օդում կախված լուրերի մեկ օֆշորներում է գումարներ դիզել, մեկը այստեղ արտահամուսնական կապով կուսակրոնության ուխտի խախտման արդյունքում զավակ ունի իմ կռիվը իբրև հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ վստահ եմ այդ հոգեվորականների կռիվը առաջին հերթին իբրև հետևորդ, հետո նոր հոգեվորական բնավ Կտրիչ Ներսիսյանին նոր Կտրիչ Ներսիսյանով փոխարինելը չի։